Իսկ ինչպես պետք է եկեղեցին բերի այդ ապաշխարությունը։ Եկեղեցին չի ապաշխարում ուխտ երթերով, հանրահավաքներով, վարչապետի օրակարգային բանաձևերով, իշխանությունների հրամանով կամ ճնշման տակ գումարած ժողովներով։ Եկեղեցին ապաշխարում է այնպես, ինչպես սովորեցնում է Քրիստոսը՝ ապաշխարության խորհրդի և Աստծո առաջ հավաքական խոնարհության միջոցով։ Սա նշանակում է հոգևոր դասն ու հավատացյալները կանգնում են ոչ թե վարչապետի, ոչ թե խորհրդարանի, ոչ թե փողոցի, այլ Աստծո սուրբ խորանի առաջ, ոչ թե հանրության համար, ոչ թե վարկանիշների համար, այլ Աստծո համար։ Ինչու պետությունը այդ բաների համար որևէ իրավունք չունի, որտեվ ապաշխարությունը դա սուրբ խորհուրդ է եկեղեցվո, իսկ սուրբ խորհուրդը պետությանը չի պատկանում։ Պետությունը կարող է դատել հանցագործությունները, քննել կաշառակերությունը, պատժել չարագործներին, բայց նա իշխանություն չունի խղճի վրա և դեպի սուրբ խորան մուտք չունի։ Երբ պետությունը սկսում է եկեղեցուն ասել ով պետք է ապաշխարի, ով պետք է հեռանա, որ կանոնները պետք է փոխվեն, ում պետք է մեղավոր ճանաչել, ում պետք է ներել, նա ներխուժում է Սուրբ Հոգու տարածք և հայհոյում է Սուրբ Հոգուն, իսկ դա աններելի մեղք է։ Եվ այս արդեն բարեփոխում չէ, և սա իշխանության սրբազանացում է։ Ահա թե ինչու Քրիստոս այսքան հստակ սահմանազատեց. կայսրինը կայսր, իսկ Աստծունը Աստծուն։